Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Թորոսյան Սարգիսն եմ, բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, ուրախ եմ ձեզ ողջունել իմ ալիքում։ Այսօրվա վիդեոյում խոսելու եմ բարբերական հիվանդության մասին, որը անվանում ենք նաև միջեկրածովյան ընտանեկան տենդ կամ երևանյան հիվանդություն։ Տվյալ հիվանդությունը շատ հազվադեպ հիվանդություն է ամբողջ աշխարհի մակարդակով, բայց հարաբերականորեն ավելի հաճախ հանդիպում է միջեկրածովի ավազանին պատկանող էթնիկ խմբերի մոտ, որոնց խմբին դասում ենք նաև մենք հայերս, բացի մեզնից նաև հրեաները, հույները, քրդերը, թուրքերը, իտալացիները։ Այս հիվանդությունը աուտոբորբոքային հիվանդություն է համարվում, որը որ տարբերվում է աուտոիմունային հիվանդություններից, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ սլայդի ընթացքում։ Վիդեոյի ընթացքում կխոսենք նաև հիվանդության համաճարակաբանության, այսինքն էպիդեմիոլոգիայի, գենետիկայի, պաթոգենեզի մասին, բժշկական որոշ տվյալներ, ախտանիշների, ախտորոշման, բուժման մասին։ Վերջում կարճ մի կլինիկական դեպք կներկայացնեմ իրական կյանքից ու կամփոփեմ վիդեոյի եղած ամբողջ նյութը։ Շատ լավ, ուրեմն աուտոբորբոքային հիվանդությունների մասին խոսելիս պետք է պատկերացում կարողանանք կազմել, պատկերացում ունենանք իմունոլոգիայի մասին եւ իմունիտետի մասին։ Իմունիտետը այն համակարգն է, որը մեզ օգնում է պաշտպանվել ու, այսպես ասած, դիմակայել, կռվել ախտածին բակտերիաների, վիրուսների, ինչու նաև սնկային հիվանդությունների, պարազիտների դեմ, բայց որոշ դեպքերում կարա խանգարվի այդ համակարգը ու արդեն սկսի իմունիտետը, այսինքն մեր պաշտպանողական համակարգը, որը որ մեզ պետք է պաշտպաներ արտածին նյութերից, գնա եւ հարձակվի ներծին նյութերի վրա, ներծին անտիգենների վրա, բջիջների վրա կամ հյուսվածքային ինչ-որ մասնիկների վրա, նյութերի վրա, ու այդ դեպքում ունենանք աուտոիմուն կամ աուտոբորբոքային հիվանդություններ։ Իմունիտետը բաժանում ենք ձեռքբերովի եւ բնածին իմունիտետի։ Ձեռքբերովի իմունիտետը կյանքի ընթացքում շրջակա միջավայրի հետ շփվելով առաջացած բջիջներն են ու հումորալ մասերը, այսինքն արյան մեջ ու հեղուկներում լուծված պաշտպանական մասնիկները, մոլեկուլները, իսկ բնածին իմունիտետը ծնված օրվանից եղած իմունիտետն է, որը նույնպես էլի բաժանվում է բջջային ու հումորալ, այսինքն լուծելի կոմպոնենտների, այսպես ասած։ Աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ խանգարվում է բնածին իմունիտետը, մինչդեռ աուտոիմունային հիվանդությունների ժամանակ ձեռքբերովի իմունիտետն է խանգարվում։ Աուտոբորբոքայինների ժամանակ չի դիտվում նաև կոնկրետ սպეციფიկ հակամարմինների սինթեզ, որը որ պարտադիր լինում է ձեռքբերովի իմունիտետի ժամանակ, ինչպես նաև աուտոռեակտիվ T լիմֆոցիտներ չեն առաջանում, այսպես ասած, աուտոբորբոքայինի ժամանակ, որը նույնպես դիտվում է աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, որը պատկանում է ձեռքբերովի իմունիտետի խանգարում, որը որ ընթանում է ձեռքբերովի իմունիտետի խանգարումով։ Աուտոբորբոքային հիվանդությունների պաթոգենեզում, այսինքն ախտածակման մեջ ինֆլամոսոմների դերը, ինտերֆերոնների դեմը եւ NF-կապոբեիդները, բջջակորիզային, մեծ դեր են խաղում տարբեր աուտոբորբոքային հիվանդությունների դեպքում տարբեր ուղիներով։ Կոնկրետ բարբերական հիվանդության մասին այսօր խոսելուց ավելի մանրամասն կասեմ ինչ ուղիով է այդ ամեն ինչը ընթանում։ Համաճարակաբանության մասին խոսելիս պետք է նշել, որ միջերկրական ծովի ավազանի երկրներում մոտավորապես Հայաստանում աշխարհում 1000-ից ամեն 1000 մարդուց 3 հոգին ունի այս հիվանդությունը, բայց ընդհանուր ընդունված է ասել, որ 400-ից մինչև 1000-ից մեկը հիվանդ է լինում այս երկրներից։ 90% հիվանդների մինչև 20 տարեկան արդեն իրենց առաջին նոպաները ունենում են, առաջին դրսևորումը հիվանդության, տենդի տեսքով հիմնականում 100%-ում ամենը լինում է տենդը, ուղեկցելով ուրիշ սիմպտոմներով բնականաբար, որոնց մասին էլ կխոսենք, եւ կին տղամարդ հարաբերակցությունը մեկը մեկին է, մինչդեռ աուտոիմունային հիվանդությունների դեպքում գիտենք, որ կանանց մոտ շատ ավելի հաճախ է լինում աուտոիմունային հիվանդություններ։ Եվ հիմա խոսենք գենետիկայի մասին։ Հիվանդության հիմքում ընկած է պիրին սպիտակուցի կոդավորման խանգարումը, կազմավորման խանգարումը, որը որ կոդավորվում է MEFB գենով, որը որ մուտացիաների արդյունքում արդեն ինչպես ասեցին պիրին սպիտակուցը խանգարում է, որը որ այս գենը գտնվում է 16-րդ քրոմոսոմում ու ժառանգվում են մուտացիաները հիվանդության հետ կապված աուտոսոմ ռեցեսիվ ձևով, այսինքն ալելներից ինչ որ մեկը վնասվելու դեպքում, եթե մյուսը առողջ է, հիվանդությունը չի դրսևորվի, պետք է երկու ալելներ էլ վնասված լինեն։ Կա նաև compound heterozygous տարբերակը, որի դեպքում հենց նույն կոդոնը չի վնասվում, բայց երկու տարբեր նույն զույգ քրոմոսոմի երկու տարբեր դստեր քրոմոսոմերի տարբեր կոդոններ վնասված են լինում ու նույնպես կարող է հիվանդությունը առաջ գա։ Շատ հազվադեպ հանդիպող դեպք է, բայց այդպես էլ է լինում բնականաբար ու հենց այդ կլինիկական դեպքում այդպես էլ եղել է։ Պիրին կամ մանենոստրին, մեր հայկական Վիկիպեդիայում ես կարդացի, որ գրած էր պիրին եւ մանենոստրինի համար է պատասխանատու այս գևը, բայց դա
սխալ է, երևի սխալ ձևակերպում են ուղղակի տվել կամ թարգմանելուց է սխալմունք եղել։ Այդ նույն սպիտակուցի մասին է խոսքը համաշխարհային գրականության մեջ պիրին ու մանենոստրին որպես հոմանիշներ են օգտագործվում։ Դրա կոդավորման խանգարում է, ինչպես ասացի, որը որ սուպրեսիա է, այսինքն ճնշման մեծ գործ է իրականացնում բորբոքման ճնշման մեջ, ազդելով կասպաս 1-ի վրա, այսինքն ինքը դեռ միջև վերջ բացատրված չի ինչ մեխանիզմով, բայց պիրին սպիտակուցը սուպրեսիա է ենթարկում, ճնշում է կասպակ 1-ը ու կասպազ 1-ը եւ չի թողնում ակտիվանալ։ Կասպազ 1-ը շատ կարեւոր է ու այն նյութն է, որը որ ինտերլեյկին 1-ը, ինտերլեյկին 1-ի նախանյութը վերածվում է ինտերլեյկին 1-ի։ Ու երբ որ մենք չենք կարողանում ճնշվել սրա ակտիվացումը, ակտիվությունը, այս նյութը ինտերլեյկինը, որը որ բորբոքային միջնորդ է համարվում, ավելանում է իր հետ բերելով տարբեր բորբոքային դրսևորումներ միջնորդների երարտադրման պատճառով, ինչպեսիք են տենդ, ցավ եւ այլն։ Ախտանիշների մասին խոսելիս պետք է սկսել տենդից, որը որ մոտավորապես 100% դեպքերում դրսևորվում է նոպաների ժամանակ, տևում է 1-ից մինչև 4 օր։ Տենդերի նոպաների արանքում կարող է լինել ինտերվալ մինչև տարիներ, օրերից սկսած մինչև տարիներ, տարբեր է լինում բոլոր հիվանդների մոտ։ Պերիտոնիտը նույնպես 90% դեպքերում հանդիպում է նոպաների ժամանակ, դա որովայնային սերոսթաղանթի բորբոքումն է, պլևրիտը կրծքային նույն սերոսթաղանթի բորբոքումը, հոդացավն էլ արթրիտները նույնպես հաճախ հանդիպող ախտանիշ է համարվում։ Հիմնականում ախտարվում են ստորին վերջույթի մեծ հոդերը, ծունկը կամ սրունքթաթային հոդը, բնականաբար մյուս հոդերն էլ կարող են ախտարվել, բայց դրանք շատ ավելի հազվադեպ ի տարբերություն ծնկան ու սրունքթաթային հոդի։ Մյուս 3 ախտանիշները պերիկարդիտը, օրխիտը եւ էրիթեման հազվադեպ հանդիպող ախտանիշներ են ի տարբերություն վերին 4 նշվածների։ Պերիկարդիտը դա սրտապարկի բորբոքումն է, օրխիտը ամորձապարկի բորբոքումն է, էրիթեման դերմատոլոգիական, այսինքն մաշկաբանական դրսևորում է մաշկային, կարմիր գույնի բորբոքային գունավորում է ստանում մաշկը առանց մաշկի մակերևույթից բարձրանալու, շոշափելի, այսինքն տարբերություն չի լինում, բնականաբար էլի բորբոքային նշաններով լինում է կոնկրետ հիվանդության դեպքում հանդիպում է ոտնաթաթային կամ սրունքի հետին հատվածում կարմրությունը։ Բարդացումները մի շարք են, բայց պայմանավորված են հիմնականում ամիլոիդոզով ու կպումներով։ Ամենավտանգավորը հենց ամիլոիդոզով պայմանավորված հիվանդություններն են, բարդացումներն են։ Կարա երիկամներում կուտակվելով բերի երիկամային անբավարարության, սրտում կուտակվելով սրտային անբավարարության։ Ամիլոիդոզը դա էլի սիստեմատիկ հիվանդություն կարող է հիվանդություն է, որը որ կարող է առաջանալ շիճուկային ամիլոիդ A-ի քանակների բարձրացման հետևանքով, որը որ մի շարք այլ հիվանդությունների ժամանակ հիմնականում էլի ավտոբորբոքային շատ հաճախ հանդիպում է ու կուտակվում է օրգաններում, իրենց ֆունկցիան խանգարում է, ու օրգանները չեն կարողանում կատարել իրենց գործառույթը այլևս։ Կպումներով պայմանավորված կարող լինի աղիքային անցանելիություն, արնամատակարարման խանգարում աղիքի պատի, բերելով աղիքային նեկրոզների, անպտղության եւ այլ սիմպտոմների ու բարդացումների։ Ախտորոշման մեջ այս բոլոր վիդեոներում էլ նշում եմ, այստեղ հատկապես շատ ակտուալ է, որ անամնեզը եւ կլինիկան կարևորագույն դեր են խաղում, որովհետեւ բացի գենետիկ թեստով, մոլեկուլար գենետիկ տարբերակով շատ ուրիշ ավելի կոնկրետ սպეციფიկ տարբերակներ չունենք դիագնոզ դնելու։ Անամնեզը եւ կլինիկան, ուրեմն հիվանդից ուղղակի հարցուփորձ անելով ու եթե բախտներս բերի, այսպես ասած, հենց այդ նոպայի ժամանակ հիվանդին տեսնելով, կարանք արդեն շատ թե քիչ կոնկրետ իմանալ, մտածել ավելի շուտ այս հիվանդության մասին ու արդեն գենետիկ տեստով հաստատել այն։ Բացի դրանից բորբոքային պարամետրերը բարձրանում են նույնպես, շիճուկային ամիլոիդան հիմնականում նույնպես բարձրանում է, բայց սրանք ոչ այդքան սպეციფიկ պարամետրեր են։ Շիճուկային ամիլոիդան ինչ որ չափով դեռևս ավելի սպეციფიկ է, բայց ամեն դեպքում բազմաթիվ հիվանդությունների ժամանակ հանդիպում է։ Կոլխիցինային թեստը շատ թե քիչ ավելի սպეციფიկ է, բայց պետք է հիշենք նաև, որ պոդագրայի ժամանակ նույնպես որպես ոսկե ստանդարտ օգտագործվող դեղերից մեկն է հանդիսանում կոլխիցինը, այնպես որ մոլեկուլար գենետիկ թեստը իր ուրույն տեղ ունի ու հենց հաստատման համար պետք է հենց դրա մասին մտածել ու պարտադիր անել այդ թեստը։ Դիֆերենցիալ ախտորոշման մեջ պետք է մտածել քրոնիկ պերսիստենտ ինֆեկցիաների մասին, ինչպիսին կարող լինի սիֆիլիսը կամ տուբերկուլյոզը, հատկապես իրենց ոչ սովորական դրսևորումներով, այսինքն ոչ հաճախակի հանդիպող տեղերում ինֆեկցիաների դեպքում։ Պարազիտար ինֆեկցիաները նույնպես կարող են նմանատիպ ախտանիշներ առաջացնել, ինչպես նաև աուտոիմուն հիվանդությունները ու չարորակ գոյացությունները։
Պարբերական հիվանդության, նույնիսկ երևանյան հիվանդության բուժման մեջ տարբերում ենք սուր-նոպայի կանխում եւ ավարտում, ինչպես նաեւ պրոֆիլակտիկ բուժում։ Սուր-նոպաների դեպքում ոսաբդներ, ինչպիսիք են օրինակ իբուպրոֆենը կամ դիկլոֆենակը, որը հաճախ օգտագործվում է այս հիվանդների մոտ, շատ լավ ազդեցություն ունեն, օգնում են, բայց եթե չեն բավարարում, կարելի է օգտագործել նաեւ գլյուկոկորտիկոիդներ, կորտիզոլ, հիդրոկորտիզոն, դեքսամետազոն, որոնք որ շատ ավելի ուժեղ են ազդում բնականաբար, քան ոչ ստերոիդայինները։ Եթե ցավերը անտանելի են լինում, կարելի է դիմել նաև օպիոիդների օգնությանը, ինչպիսիք են մորֆին կամ դրա խմբին պատկանող այլ դեղեր։ Պրոֆիլակտիկ բուժման մեջ, ինչպես ասացի, որպես ոսկե ստանդարտ օգտագործվում է կոլխիցինը 1-ից մինչև 2 միլիգրամ օրական, մինչև 3 միլիգրամ կարելի է որպես մաքսիմալ դոզա օգտագործել մեծերի մոտ, մինչև 10 տարեկան երեխաների մոտ մինչև 2 միլիգրամ քաշից է կախված։ Կողմնակի ազդեցությունները կոլխիցինի, քանի որ ինքը շատ ուժեղ ազդող դեղ է, ունի նաև կողմնակի ազդեցություններ, դրանցից հաճախները փքվածություն, որովայնային ցավեր, լակտոզային անոնդարժողականություն եւ փորլուծությունն են, շատ ավելի հազվադեպ, բայց ավելի լուրջ որպես կողմնակի ազդեցություն բարդացում կարելի լինի ոսկրածոցի հիպոպլազիան կամ միոպաթիաները։ Լյարդայի պարամետրերը կարևոր է ստուգել բուժման ընթացքում կոլխիցինով, քանի որ շատ հեպատոտոքսիկ նյութ է ու լյարդը հնարավոր է մեծ քանակի վնասել, այսինքն լուրջ վնասման տանել։ Հղիության ժամանակ հակացուցված չէ, սա հաստատվել է 4 բժշկական մեծ հետազոտություններով, որտեղ 1000-ից ավելի հղի կանայք են ընդգրկված եղել։ Եթե այս ամեն ինչը չի օգնում, կոլխիցինային բուժումը չի օգնում, որը որ մոտավորապես, եթե չեմ սխալվում, 80% դեպքերում օգնում է, կարելի է դիմել նաև բիոլոգիկաների օգնությանը։ Դրանք կոնկրետ նյութեր են, որոնք որ կոնկրետ ինչ-որ մասնիկների վրա են ազդում։ Այս դեպքում օրինակ անակինռան ինտերլեյկին 1 ռեցեպտորի անտագոնիստ է, գնում կապվում է ռեցեպտորի հետ եւ չի թողնում, որ ինտերլեյկին 1-ը գնա կապվի իր ռեցեպտորի հետ ու թողնի իր ազդեցությունը։ Ցանակիսում է ինտերլեյկին 1 բետայի դեմ կոնկրետ հակամարմին է, գնում կապնում է ու դրանով նեյտրալիզացնում է ինտերլեյկինը։ Ռիլոնացեպտը ընդհանուր ինտերլեյկին 1-ի, ինչպես այնպես էլ B-ի ֆյուզիոնային պրոտեին է, այսինքն նույնպես գնում, այսպես ասած, իր մեջ է վերցնում ինտերլեյկին 1-ը ու չի թողում ինքը իր ազդեցությունը իրականացնի։ Կլինիկական դեպքի մասին, դեպքը Հայաստանում չի տեղի ունեցել բարեբախտաբար, բայց հետաքրքիր դեպք է, ես ինքս եմ լսել, ինձ պատմել են, դրա համար որոշեցի հենց այս նույն դեպքն էլ ներկայացնեմ։ Աղջկան անվանենք Անահիտ, 10 տարեկան, մոր հետ գնացել է հիվանդանոց ու ըստ մոր վերջին 4 ամսվա մեջ շատ անգամ տենդի նոպաներ ա ունեցել, մոտ 6 անգամ 38 աստիճանից բարձր են միշտ եղել ջերմությունները ու փորի ցավեր, մտածել է սկզբում, որ երևի աղիքային ինֆեկցիաներ է տանում երեխեն, հետո մի օր որոշել է ցավերը, որ շատ են եղել, ուժեղացել են, տարել է հիվանդանոց ու հիվանդանոցում բժիշկները տեսել են, որ ձախ ստորեն որովայնային հատվածում նաև աչում էլ է եղել գնացովի գալովի, բայց ըստ երեխայի տված տվյալների, այսպես ասած, հասկացել է, որ հնարավոր է ապենդիցիտ լինի, ուղղակի հակառակ կողմը ցավը ավելի ուժեղ եղել, քանի որ ունեցել է նաև ջերմություն, սուր որովայնային ախտանշաններ, արել են սոնոգրաֆիա որովայնի, որտեղ տեսել են նաև նույնպես որդանման ելունի բորբոքում նրան պատող լիմֆատիկ հանգույցների հետ միասին, արյան անալիզները բորբոքման նույնպես բարձր են եղել, կատարել են ապենդեկտոմիա լապարոսկոպիկ, երեխան լավացել է ու դուրս է գրվել։ Բայց հիմա նույն ցավերը նորից առաջ են եկել, ջերմությունը 38 աստիճան, ախորժակի բացակայություն նաև ըստ երեխայի, հարցրել են, երեխան ասել է, որ չէ ցանկություն չունեմ հաց ուտել։ Բժիշկը արդեն սկսել է կոնկրետ հարցեր տալ մորը տալ եղել երեխան, մայրը ասել է, որ չէ, ընտանիքում չունենք ինչ-որ տենց աուտոիմուն կամ աուտոբուրբուկային հիվանդություններ, բայց հետո որ փորձել է հիշել, ասել է, որ հորեղբոր տղան, այսինքն աղջկա հորեղբոր տղան, հորական կողմի եղբոր տղան, ունեցել է հիվանդություն, կոնկրետ չեն իմացել ինչ հիվանդություն, բայց բուժվել է ու ինչ-որ դեղ է խմում, բայց լավ է արդեն, ինքը էլ հիվանդ չի։ Հետո ավելի կոնկրետ իմանալու դեպքում զանգել են, իմացել են, որ հա պարբերական հիվանդության մասին է խոսքը ու կոլխիցինով բուժվում է այդ տղան։ Այս նույն կասկածով աղջկա մոտ կատարել են գենետիկ թեստ, որով որ հաստատվել է պարբերական հիվանդություն ու աղջկա մոտ նույնպես բարեբախտաբար կոլխիցինով բուժումը բավարարել է, բայց եթե չբավարար, ինչպես նշեցի, կարելի է նաև դիմել բիոլոգիկաներին, որոնք որ շատ լավ ազդեցություն են թողնում։ Բնականաբար իրանք ավելի թանկ են, որովհետև իրանց արտադրումը շատ ավելի թանկ է, քան կոլխիցինինը, բայց եթե չի օգնում կոլխիցինը, ինչ արած պետք է անցնել ավելի թանկ միջոցների։ Ամփոփման մասին խոսելիս պետք է մի անգամ էլ նշենք, որ աուտոբուրբակային հիվանդությունները դրանք
բնածին իմունիտետի, իսկ աուտոիմունային հիվանդությունները ձեռքբերող իմունիտետի խանգարումներ են։ Աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ չկան սպეციფიկ հակամարմիններ, ինչ որ կոնկրետ հակատիների դեմ չկան նաև աուտոռեակտիվ T լիմֆոցիտներ, որոնք որ առկա են աուտոիմունային հիվանդությունների ժամանակ։ Այս գենի մուտացիա է գնում, որը որ կոդավորվում է պիրին կամ մարենոստրին, որոնք որ նույն սպիտակուցի երկու անվանումներն են, այս սպիտակուցի սինթեզի խանգարում է գնում, չի կարողանում իր սուպրեսիվ, այսինքն ճնշող դերը իրականացնել բորբոքային ռեակցիաների վրա։ Սերոզիտներով տենդով եւ էրիթեմայով ընթացող հիվանդություն է, 90% դեպքերում պերիտոնիտ, ինչպես նշեցի, մոտավորապես 100% դեպքերում տենդ է առաջանում, իսկ էրիթեման ոչ այդքան հաճախ հանդիպող ախտանիշ է։ Բարդացումները երկու խմբի կարող ենք դասել ամիլոիդոզով կապված եւ կպումներով կապված, որոնց մասին նույնպես արդեն խոսել եմ։ Տարբերակի ախտորոշման մեջ պետք է մտածել աուտոիմունային հիվանդությունների մասին, persistent chronic ինֆեկցիաների մասին, պարազիտար հիվանդությունների մասին եւ չարորակ նորագույնությունների մասին։ Բուժման հետ կապված էլ, ինչպես նշեցի, հղիության ընթացքում նույնպես ոսկե ստանդարտ համարվում է կոլխիցինը, սուրնոպաների ժամանակ տարբեր ցավազրկողներ, մինչև անգամ օպիոիդային, այսինքն մորֆինանման դեղերի օգտագործում։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտենք վիդեոն, խոսեցինք պարբերական երևանյան հիվանդության մասին, հույս ունեմ կարողացա նոր ինֆորմացիաներ ձեզ տրամադրել, հույս ունեմ ձեզ դուր եկավ վիդեոն, շնորհակալություն եմ հայտնում ձեր ուշադրության եւ ժամանակի համար, եթե հարցեր ունեք, խնդրեմ կարող եք իմ email-ին կամ Instagram-յան էջին գրել, մեկնաբանություններում գրեք, եթե հարցեր կամ առաջարկներ ունեք, ու YouTube-ի ալգորիթմի համար նաև շատ կարևոր է, որ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակը եւ հավանելու կոճակը, որովհետեւ որ կաջակցեք ինձ եւ իմ ալիքին։ Շնորհակալություն բոլորին, եղեք առողջ։